Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Հասկացա։ Այս դուք իրար հետ ինչ գործ ունեք։ Իմ մեջքի հետևում դավեր եք նյութում։ Իսկ դու ով ես, որ քեզ պատասխան տամ։ Ես էլ մարդն եմ, որ հենց ինձ պետք է պատասխան տա։ Նվեր, մի կռվեք, Դավիթ, խնդրում եմ բաժան իրաց։ Նվեր, մի արա։ Էս ով է։ Այս ամենը քո դեմ է օգտագործվելու, խնդրում եմ, մի ինգես կռվի մեջ։ Իսկ քեզ ինչ եմ ասում, արստե։ Այս աղջկան տենում ես, սա 100 կիլոմետրերով հեռու կմնաս։ Թե չէ ինչ։ Դե չեմ մյուս անգամ սես բարի չեմ գտնվի։ Այսքան բան եմ քեզ ասում, ուրիշ ոչինչ։ Ես քեզ զգուշացեցի, եթե մի անգամ եմ տեսել, որ իա ճանապարհին ես հայտնվել, մենք էլի ենք հանդիպելու։ Ու էսի քո համար շատ վատ ավարտ կունենա։ Դավիթ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ալո։ Ռաֆ, բարև։ Ոնց ես։ Բարև նանա ջան։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ եմ։ Քո շնորհիվ շատ լավ եմ, Ռաֆ։ Ես ինչ կապ ունեմ։ Ռաֆ, դու այնքան բան ես արել ինձ համար, որ ես ամբողջ կյանքս քեզ պարտական եմ։ Նոնա, այդ ես առաջին հերթին իմ խղճի համար եմ արել։ Ես տեսել եմ ոնց ես դու տարիներով սգում։ Ռաֆ, ուզում եմ հանդիպեմ քեզ։ Կգաս մեր տուն։ Ձեր տուն։ Չեմ կարծում, որ այդ լավ միտք է։ Համ էլ Մարիային հաստատ դուր չի գա։ Ռաֆ, Մարիան տանը չի։ Ես քեզ հրավիրում եմ։ Մերժում ես։ Լավ, Բայց չկա։ Ես սպասում եմ քեզ։ Շնորհակալ եմ։ Էլի եկար ու ինձ փրկեցիր։ Ուղղակի անցնում էի, պատահական տեսա։ Բայց կարող էիր, չէ՞, մեքենայից չիջնել ու ոչ մի բանին չխառնվել։ Կարող էի, բայց չարեցի։ Այդ ճիշտ չէր լինի, այդ ես չէի լինի։ Ով էլ լիներ իջնելու էի։ Հա։ Հա, որ տեսնեի, մի աղջկա մոտ երկու հոգի կռվում են, հաստատ մոտենալու էի։ Մենակ դրա համար ես օգնել։ Բայց ինչի։ Եթե մեր մեջ էլ են առաջվա հարաբերությունները չկան, չի նշանակում, որ մարդկայինն էլ է վերացել։ Լավ, ես արդեն գնամ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ուր ես գնում։ Ես քեզ կտանեմ։ Տուն։ Իսկ տան ճանապարհը ես շատ լավ գիտեմ։ Գիտեմ, որ գիտես, Մարիա, բայց այս անգամ ես տանեմ, որ հանգիստ լինեմ։ Դավիթ, դու ինձ օգնեցիր։ Ու այդքանը կարծում եմ հերիքա պետք չի, որ քո ժամանակին վրա ծախսես։ Հիմա հաստատ ավելի կարևոր գործեր ունես։ Գործեր ունեմ, բայց այս պահին ձեր տան մոտով եմ անցնելու։ Իմաստը որն է առանձին գնալու։ Մեկը մենք իրարից սպասելիքներ չունենք, չէ՞։ Ընդհանրապես տուն եմ տան։ Գնանք։ Չէ, ես կգնամ։ Մարիա, մի պահ այդ կապրիզներդ մի կողմ դիր ու ինձ լսի։
Ես քո համար արանք ստանում եմ տեսածիցս հետո ուզում եմ ընդամենը քեզ տուն հասցնել։ Դու ինձ ասել ես, որ էլ կարևոր չեմ քո համար, չէ՞։ Հետո եմ, որ անկարևոր մարդկանց համար այսքան քայլ չեն անում։ Այսքան չեն մտածում, Դավիթ։ Ինձ ավելի մի ցավեցրու։ Եթե մարդ իր խղճի առաջ մաքուր է ապրել, կարևորն ու անկարևորը կապ չունի, Մարիա։ Հիմա եթե ես չիջնեի, չմոտենայի, չօգնեի քեզ, հետո խղճիս առաջ ինչ պատասխան էի տալու։ Կամ ընդհանրապես էս ինչ պատմություն է։ Ինչի ես գնում գալիս մի հատ նենց պատմության մեջ ընկնում, որ ընդհանրապես խելքին մոտ չի։ Լավ կանես կամ աշխատանքդ փոխես, կամ էլ գործ վերցնելուց առաջ մի հատ ուշադիր եղի տես, ում ես փորձում օգնել։ Այս անգամ ես տեսա, մոտեցա, օգնեցի։ Վաղը կարող է չտեսնեմ, չէ՞։ Էս էլա զուտ մարդկային անհանգստություն։ Լավ, ինձ տուն տար։ Մեկա դրա մեջ ոչ մի բան չկա։ Ոչ մի կերպ չի ստացվում ես խաղը խաղալ։ Որովհետև գործ ունես պրոֆեսիոնալների հետ, իլիկ չէ։ Լավ, ապուլ տղամ, սա քո հալը կտեսնես։ Թողնային։ Թեթև բան է եղել, չես լասի, չէ։ Ասեմ չես հավատա, ցավ չեմ զգում։ Լավ, բան չի եղել, որ ցավի։ Դե, ցավ կա, ուղղակի որ դու իմ կողքին ես, իմ բոլոր ցավերը բթանում են։ Կներես, ուղղակի ինձ ռոմանտիկ բան ասեցիր, չկարողացա ուրիշ պատասխան տալ։ Հավատա, սա ամենալավ պատասխանն էր։ Արի, Ռավ ջան, արի նստիր։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ իմ ստեղ գտնվել է, բայց չկարողացա քեզ մերժել։ Ռավ, նենց ես խոսում, ոնց որ առաջի անգամ ես այս տանը գտնվում։ Ճիշտ է, դու ինչ հարաբերություն ունենաս Մարիայի հետ, դու պետքա չոտարանաս ոչ այս տան հանդեպ, ոչ է տան անդամների, որովհետև դու այս տանն ես մեծացել։ Ու շատ լավ գիտես, տան ամեն մի անկյունը։ Լավ, իսկ ինչ ա եղել, ինչի ես կանչել։ Ռավ, ես ուզում եի այսպես իմ շնորհակալությունը քեզ հայտնել։ Այն օրվանից հետո իմ գլուխը շատ խառն էր ու չկարողացա քեզ նորմալ շնորհակալություն հայտնեմ։ Լավ էլի նոնա, որ իմանայի դրա համար ես կանչել, հաստատ չէի գա։ Ռավ, ինչքան է չուզենաս լսես, ես մեկա պետք է ասեմ։ Տես, որ հենց հիմա դու ես ինձ օտարացնում։ Մենք իրար օտար մարդիկ չենք, նոնա, որ ինչ-որ լավ բան անելուց հետո շնորհակալություն հայտնենք։ Չէ, Ռավ։ Ես քեզ շնորհակալ եմ ու դու պետք է լսես։ Ինչ էլ ուզում ալինի, եթե ես ինչ-որ մեկին սիրում եմ, հարգում եմ ու հարազատի պես եմ ընդունում, ինչ-որ մի լավ բան անելուց հետո չեմ սպասում շնորհակալության ու չեմ էլ ուզում լսել։
Ինչի չենք գնում։ Որովհետև տեսնում եմ, որ լավ չես։ Լավ է, Մարի, գնանք, հա։ Ձեռքերդ դողում են, Մարիա։ Լարվածությունից է, լուրջ բան չկա։ Ուզես ջուր բերեմ։ Չէ, չեմ ուզում։ Խմի ես ջուրը։ Դավիթ, գլուխս պտտվում է, շունչս էլ կտրվում է։ Խմի հեսա կհանգստանաս։ Կարող է մի հատ էլ լվացվես։ Չէ, չգիտեմ։ Հանգստացար մի քիչ։ Գլուխդ պտտվում է։ Վախեցել ես, Մարիա։ Ես իզուր դրանց թողեցի տենց հեշտ գնան։ Նորմալ է։ Հիմա կանցնի։ Ինչ եղավ։ Մամային խաբել ասել էի, որ այսօր լեկցիա ունեմ համալսարանում։ Հիմա արդեն 3 ժամա չկամ։ Արի շուտ գնանք էլի խնդրում եմ։ Սիրարված լինելն էլ տենց բան է, Լիլիթ ջան, ժամանակի մասին լրիվ մոռանում ես։ Մի փիլիսոփայի, արի գնանք։ Ռաֆ, ես քեզ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ուզում եմ անպայման իմանաս։ Դու ինձ համար հարազատ մարդ չես մենակ։ Դու ինձ համար շատ թանկ ես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ու վստահ եղի, յուրաքանչյուր պահին, եթե իմ օգնության կարիքը լինի, ես միշտ քո կողքին եմ։ Դե դու գիտես, Նոնա, հիմա իմ միակ խնդիրը Մարիան է։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել մեր բաժանման հետ։ Իհարկե փորձում եմ, բայց չի ստացվում, որովհետև շատ եմ սիրում։ Գժի պես եմ սիրում, Նոնա։ Ռաֆ, գիտեմ ու հասկանում եմ։ Ես Մարիայի հետ խոսել եմ։ Դե իհարկե ես իրան չեմ փորձել համոզել, բայց ես իմ կարծիքն եմ ասել քո մասին։ Ու ես վստահ եմ, որ ինքը կսկսի մտածել։ Ռավ, ես Մարիային էլ եմ շատ սիրում։ Ուզում եմ, որ ինքը երջանիկ լինի։ Ու իմ ներքին ձայնը հուշում է, որ ինքը քո կողքին երջանիկ կլինի։ Քո ներքին ձայնը ճիշտ է քեզ հուշում, որովհետև ես Մարիայի համար պատրաստ եմ անհնարինն էլ հնարավոր դարձնել։ Մենակ թե մի շանս տա։
Բարի օր, ձեզ Ռուբեն։ Բարև։ Լավ ես արդեն։ Դավիթ, ես չեմ ուզում հպարտ ձևանալու, կասեմ, որ շատ շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ եկար։ Արդեն ասեցի Մարիա, որ պատահական է անցնում։ Արի անիմաստը քեզ հույսերով մի լցրու, որ հետո ավելի ցավոտ չլինի։ Որովհետև ես իմ որոշման մեջ վստահ եմ ու գիտեմ, որ քո այս վիճակն էլ ոչ մի բան չի փոխելու։ Դավիթ, ես ընդհանրապես շնորհակալություն եի հայտնում։ Մարիա, ես քեզ ընդունում եմ որպես ուղղակի ծանոթ աղջիկ։ Ու իմ այս անտարբեր չլինելը քո հանդեպ մենակ նրանից է, որ հասկանում եմ, որ կյանքի ինչ-որ ժամանակահատվածում քո հանդեպ պատասխանատվություն եմ ունեցել։ Նաև հասկանում եմ, որ դու իմ աղբոր համար շատ կարևոր մարդ ես ու նմանատիպ շատ այլ բաներ։ Կրկնում եմ, ես ընդհանրապես շնորհակալություն եի հայտնում։ Կներես, չէի ուզում քեզ նեղացնել։ Ես քեզ չեմ հասկանում։ Քիչ առաջ այն մարդկանց պատրաստ էիր իմ համար սպանել, իսկ ինչ ես քեզ իմ հանդեպ այդքան վատ տրամադրել։ Ինչի չես ուզում, որ իրար լսենք ու հասկանանք։ Չեմ ուզում։ Ուղղակի չեմ ուզում քեզ լսել, Մարիա, որ դու մի բան չուզես կանես։ Մենք արդեն տանը շատ մոտ ենք, ես կգնամ։ Մարիա, սպասիր։ Չգիտեի, որ հյուրեր ունենք նոնա։ Ես գնում էի արդեն։ Բայց ես որ եկա դեռ նստած էիր, ինչ եղավ։ Կարող է խանգարում եմ։ Չէ, ինչի պետք է խանգարեիր։ Ուղղակի պայմանավորված եմ, հանդիպում ունեմ։ Գնամ Շուշանամ։ Գնա Շուշանա, Սրաֆ ջան, գնա։ Լավ մնացեք։ Եվ Ինչ երեկել Ռաֆա։ Մարիա, սպասիր։ Դավիթ, ինչի չես գնում։ Տես ոչ մեկը չկա, ես հանգիստ գնում եմ, իմ կյանքին վտանգ չի սպառնում, փրկել ես ինձ, գնա։ Մարիա, կլինի ես քեզ տուն ճանապարհեմ, հետո ինչ ուզում ես կանես։ Նորից նույնը։ Եթե չես ուզում որ կրկնեմ, արի գնանք։ Խնդրում եմ նենց մի արա, որ ես ինձ ված զգամ։ Մեկը հիմա ուր էլ գնաց, հետևիցդ գալու եմ։ Դավիթ, ինչի քո ոչ մի խոսք ու ոչ մի արարքը իրար հետ չեն համընկնում։ Հիմա այս ամեն ինչ ինձ ավելի ցավոտ է, քան այն, եթե դու պտտվեիր ու գնայիր։ Կամ էլ ես եմ սխալ, որ քո ամեն մի քայլի մեջ ջերմություն եմ փնտրում։ Խնդրում եմ քեզ, արի միասին գնանք։ Մի բարդացրու։ Խոստանում եմ ճանապարհին ոչ մի տարդ չեմ խոսի, ուղղակի կճանապարհեմ դու։ Եկել էր ինձ տեսնելու։ Չի կարելի։ Այդ երբ ֆոնից եք տենց մտերմացել։ Երբ որ Մարիայի հետ հաշտ էին, տենց մտերիմ չէիր հետը, ջերմ չէիր հետը, հիմա ի՞նչ է փոխվել։ Ես պարտավոր չեմ իմ ամեն քայլի համար քեզ բացատրություն տամ, Ռուբեն։ Ասում եմ, եկել էր ինձ տեսնելու։ Ու Վահանից էր հետաքրքրվում։ Վահանից էր հետաքրքրվում, թող գար ինձնից հետաքրքրվեր։ Կալանավորի հետ չես խոսում։ Կնոջդ հետ ես խոսում։ Ու այդ քննական վիճակից դուրս արի։ Նոնա ջան, նորմալ հարց եմ տալիս։ Չես կարող պատասխանես, թե չես ուզում։ Չեմ կարողանում պատասխանեմ, որովհետև հարցերը շատ տարօրինակ են։ Ոչ մի տարօրինակ հարց չկա։ Սովորական հարց եմ տալիս։ Պատասխանի, չես կարող։ Ես ոնց եմ հոգնել, Ռուբեն։ Ես էլ։
Ինչ է եղել, ալա։ Ինչ պետք է լինի։ Լիլիթը ասես դասի ա գնում մի ժամ կտևի, 3 ժամա չկա։ Ոնց թե չկա։ Բա դու ես մեղավոր Աշոտ ջան, դու ես մեղավոր։ Բերանը այսքան լեզու ես դրել։ Դրա համար էլ ոչ գիտեմ ուր է, ոչ էլ գիտեմ ում հետ է։ Աբուլ, պապանա։ Պատասխանի։ Հա, պապ։ Բալես ուր ես։ Մամայիդ ասել ես բիժամով ես դուրս գալու ես 4 ժամա չկաս։ Լսի բալես, ես հասկանում եմ, որ ասել եմ կողքդ եմ, բայց այդ չի նշանակում, որ մորդ խաբելով պետքա տնից դուրս գաս։ Ուր ես հիմա։ Պապ, Ալո, բարև ձեզ։ Աբուլն է, երևի հիշեցիք։ Աբուլ։ Ես գիտեմ, որ Լիլիթը ուշացել է, բայց արդեն հասնում ենք ձեր տան մոտ։ Եթե կարող եք դուրս կգաք, ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ճիշտ կլինի դուք գաք։ Չէ, ավելի ճիշտ կլինի դուք դուրս գաք։ Լավ, հեսա գալիս եմ։ լրիվ ես գժվել դու։ Հանգստացի։ Արի գնանք։ Ինչի պապային ասեցիր, որ գա։ Որ բացատրեմ ամեն ինչ։ Հոյին պատճառով քո վրա պետքա խոսակցություն չգա։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու։ Ես ներկա եմ գտնվելու ձեր խոսակցությանը։ Վերջ։ Լիլիթ, դու կգնաս տուն ու մի ստիպի, որ մի բան է 2 անգամ կրկնեմ։ Արի։ Այս ինչ է կատարվում ստեղ։ Մարիա։ Մարիան կապ չունի, ես ճանապարհին տեսա, որոշեցի տուն ճանապարհը։ Իմ աղջիկը բավականին մեծ է, ու ինքը ինքնուրույն կարա տուն գա։ Պապ։ Մարիա, դու կգնաս տուն, ես պապայիդ ամեն ինչ կբացատրեմ, որ սխալ չհասկանամ։ Պապ Դավիթը ճիշտ է ասում, ինձ ուղակի դրսում է տեսել ու ուղակի առաջարկեց տուն հասցնի։ Ինչ է նշանակում դրսում ա տեսել ու որոշել է քեզ տուն հասցնի։ Դու ինքնուրույն չես կարող գաս։ Ինչ որ բան է փոխվել։ Եթե հիմա Մարիան տուն գնա, ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Հիմա ինձ բացատրի տեսնեմ ինչ ես դու իմ աղջկան տուն բերում։ Դու չէիր գոռում, որ քո ու իմ աղջկա մեջ ոչ մի բան չկա։ Դու էիր գոռում։ Հիմա ինչ է փոխվել։ Ես չգիտեմ դու ինչ բացատրություն հիմա պետք է ինձ տաս, որ ինձ բավարարի քո բացատրությունը։ Ես հասկանում եմ ձեզ։ Ձեր անհանգստությունն էլ եմ հասկանում։ Գիտեմ, որ նորմալ չի, որ ես եմ Մարիային տուն ճանապարհում ես վերջի դեպքերից հետո, բայց հավատացեք իմ այս քայլի մեջ ոչ մի ուրիշ նպատակ չկա։ Բա ոնց հասկանամ պատահական տեսնել ես ու տուն հասցնել ես։ Իրականում ես Մարիային պատահական չեմ տեսել։ Այսինքն պատահական չես տեսել, ավելի վատ։ Ուրեմն հետևում ես։ Հետևում ես ու գոռում ես, որ քո ու Մարիայի մեջ ոչ մի բան չկա։ Կլսեք միջև վերջ։ Լսում եմ, ասա։ Ես Մարիային օգնել եմ։ Եթե ես այդտեղ չլինեի, չգիտեմ այդ ամեն ինչը ոնց կարող վերջանար։ Այսինքն Մարիան ինչ-որ գործնական խնդիրների մեջ է։ Իսկ դու որտեղից ես իմացել։ Դե հիմա իմացել եմ, չեմ ուզում այդ պատմության մեջ շատ մանրանալ։ Հետո գնացի Անիի մոտ, խնդրեցի, որ հետը կապով լինի։ Հետո լսեցի, որ հեռախոսով խոսում է ու հասկացա, որ մի բան են չի ու գնացի հետևից։ Գիտեմ, որ սխալ էր մեր այսքան ուշանալը։ Դրա համար ուզեցի ձեզ տեսնեմ ու ներողություն խնդրեմ։ Այդ շատ լավ է, որ հասկանում ես սխալները տղես։ Բայց աշխատի սրանից հետո
ուշադիր լինես։ Ես Լիլիթին խնդրեցի, որ մի քիչ երկար մնար։ Մենք վատ բան չենք արել, ուղղակի գնացել էինք բոլին խաղալու։ Տենց խաղով տարվեցինք, չհասկացանք ոնց անցավ ժամանակը։ Ես չեմ ուզում, որ սխալ հասկանաք կամ սխալ տպավորություն ստեղծվի։ Իմ մոտ սխալ տպավորություն չի ստեղծվել հանգիստ տեղի։ Բայց այդ շատ լավ է, գիտես, որ սենց պատասխանատու տղա ես։ Այսօր ես ոչ քո վրա, ոչ էլ Լիլիթի վրա չեմ խոսալու։ Ոնց որ ասում են, բախտներդ բերեց այս անգամ։ Բայց մյուս անգամ տղես, եթե ուզում եք տեղ գնալ կամ տեսնել իրար, ինձ անպայման տեղյակ եք պահում, եղավ։ Ես մտածում էի չեք հասկանա մեզ։ Դու իմ ընկերոջ տեղն ես, ես քեզ վստահում եմ։ Լավ, երևի ես գնամ, շնորհակալ եմ։ Քեզ կառաջարկեի մի հատ սուրճ խմենք միասին, բայց ոնց հասկացա դեռ չես ուզում։ Դե չէ, ես գնամ։ Դե ուրեմն բան չեմ ասում, գնա։ Մարիան վախեցած էր ու շատ վատ էր իրեն զգում, դրա համար ես որոշեցի, որ բերեմ տուն։ Ապրես։ Հնարավոր է, որ սխալ եմ արել, հնարավոր է, որ ես չպիտի բերեի ու միանգամից ձեզ պիտի զանգեի, բայց ես վստահ եմ, որ իրեն դա դուր չէր գա։ Հիմա էլ գիտեմ, որ վատ ազգում իրեն, որ ձեզ այս ամենը պատմել եմ, բայց սենց ավելի ճիշտ է։ Հիմա ավելի հանգիստ եմ, որ դուք գիտեք ու կօգնեք Մարիային։ Մարիան ինձ ասել էր, որ խնդիրներ կա, բայց չէր ասել, որ այսքան լուրջ է։ Ինքը ուզում է, որ ամեն ինչ ինքնուրույն լուծի։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, Դավիթ։ Կներես, որ մի քիչ լավ չխոսացի հետդ, բարկացած էի։ Արդեն ասացի, որ հասկանում եմ ձեզ։ Հաջողություն։ Լավ մնա։ Հանգստացի, բալես, հանգստացի։ Ես քեզ բան չեմ ասելու, Դավիթը ինձ ամեն ինչ պատմել է։ Ինչ է ասել, պապ։ Մարիա, եթե դու գործնականում խնդիրներ ունես, ինչի իմ հետ չես կիսվում, ինչ չես ասում։ Պապ, դու շատ լավ գիտես, որ չեմ սիրում, որ իմ աշխատանքի խառնվում են։ Հա, բայց ես լուրջ է, չէ։ Խնդիրները լուրջ է, որը ես պետք է իմանամ, որ կարողանամ կառավարեմ, կարողանամ օգնեմ։ Լավ է, Դավիթը իմացել է եկել է հետևիցդ, թե չգիտեմ ինչ կլիներ։ Իմացել է, բայց Դավիթը պատահական է այդտեղ հայտնվել։ Պատահական չի հայտնվել։ Իմացել է, չգիտեմ ոնց է իմացել, ումից է իմացել, բայց մարդը իմացել է, ազնվորեն ինձ ասեց։ Պապ, հոգնել եմ ուժեղ ձևանալուց, էլ չեմ դիմանում։ Մարիա, ինչ է կատարվում հետդ բալես։ Ես առաջին անգամ եմ քեզանից լսում այդ նախադասությունը։ Ինչ ա եղել։ Ինչի իմ հետ չես կիսվում։ Ինչի ես սենց հուսահատված։ Ինչի չես խոսում իմ հետ բալես։ Պապ, ես չգիտեմ ինչ անեմ, որ կյանքս չկործանվի։ Կործանվի։ Ինչ կործանվելու մասին է խոսքը։ Մարիա ջան, ինչ ես խոսում, բալես, մատ ինձ նայի։ Ինչ ա եղել։
Պապի, ես չեմ ուզում խոսեմ հիմա այն խնդիրների մասին, որոնք ես ունեմ աշխատանքի վայրում։ Որովհետև Դավիթի այս պահվածքը ինձ ավելի շատ է կոտրում։ Ու հիմա ոնց որ երկուսը միասին գումարվել են իրար ու ամեն կողմից մենակ խնդիրներ են։ Լավ, չես ուզում աշխատանքի մասին մի քիչ հետո կխոսենք կամ երբ կուզենաս այդ ժամանակ կխոսենք, բայց Դավիթի պահով ինձ շատ անհանգստացնում այդ խնդիրները, ես պետքա լսեմ, հասկանամ ինչա կատարվում։ Այդ իմ համար հիմա ավելի կարևոր է։ Եթե սիրում եք իրար, Մարիա, ինչի եք իրար տանջում։ Դավիթը իմացել է, անհանգստացել է, եկել է քո հետևից, օգնության առաջարկներ է արել։ Ինչի եք իրար տանջում։ Պապի, ես էլ չեմ հասկանում ու այդ նույն հարցի իրեն եմ տվել, բայց պատասխանը մեկն է։ Ինքը այդ քայլը արել եմ ուղղակի որպես ինքը այդ քայլը արել է որպես մարդկային քայլ։ Ինքը այդ արել է, որ իր խղճի առաջ մաքուր լինի։ Ինքը այդպես է ասում։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ, ոնց պայքարեմ։ Պապ, ախր ես պայքարում եմ երկուսից փոխարեն ու այդ մեզ հերիք չի։ Պապ, ես ամեն ինչ անում եմ։ Քայլեր եմ անում, որ Դավիթ ինձ լսի։ Բայց ինքը ինձ ընդառաջ ոչ մի քայլ չի անում։ Պապ, ես սիրում եմ Դավիթին։ Եթե չսիրեի, այսքան ծանր չէի տանի մեր բաժանում ու այսքան քայլ չէի անի։ Բայց ես ինչ անեմ, որ ինքը չի ընդունում։ Չի ընդունում ու վերջ։